որ արժանիքի համար պետք է Մակար Կիրակոսյանին ընտրեն որպես կարծում եմ ես չէ որ պետք է ասեմ, դատավորները ընտրությամբ դրա գնահատականը կտան։ Ովքեր են ձեր մրցակիցները։ Մրցակից որպես այդպեսին չկա, նախ դատական համայնքում մենք գործընկերներ ենք, մրցակիցներ չենք, առնվազն։ Այս բան քրեական մասնագիտացման միայն իմ տեխնացությունն է եւ քաղ մասնագիտացված այլ գործընկերոջ տեխնացությունն է։ Մեկ քրեական մասնագիտացման, մեկ քաղ մասնագիտացման։ Մյուսը Լիլիթ Սարգսյանն է։ Այո։ Երկուսը ըստ էության կընտրվեք, մի հատ քաղ, քրեական։ Պարոն Կիրակոսյան, ես ուզում եմ, որ դուք որպես դատավոր մի իրավիճակի մասին գնահատական տաք, դա միջազգային կառույցներն են այդ գնահատականը տվել, որ դատական իշխանությունը քաղաքականացված է։ Դուք ունեք այս ամենին հակափաստակ։ Երրորդ իշխանությունը քաղաքականացված է։ Չեմ կարող այդ հարցին այսպես գնահատական տալ։ Երբևէ։ Կարողա ձեր բախտը չի բերել ձեզ քաղաքական գործեր չեն մակագրել, որ այս զանգը գա ասեն, պարոն Կիրակոսյան, գիտեք ինչ պետք է անեք։ Առնվազն կարող եմ արձանագրել որևիցե նման միջադեպ կամ երևույթ ինձ Այսինքն դատական համակարգը ներկայիս իրավիճակում լիարժեք անկախ եք գնահատում։ Առնվազն այո։ Միջազգային կառույցները ձեզ չի անհանգստացնում իրենց գնահատականը։ Հարգելի լրագրող, հաշվի առնելով ամենայն անկեղծությամբ, որ ծանոթ չեմ նշված փաստաթղթին, գնահատական տալը կարծում եմ առնվազն ճիշտ չի լինի։ Դատական օրենսգրքի փոփոխություններին ծանոթ եք, ազգային ժողովի առաջին ընթերցմանը արդեն անցել է։ ՀԿ-ներին բերում են ձեր գլխին մահակ, որ մի լավ վարույթները հարուցեն, որ ցանկալի դատավորներին ասեն կարգապահական վարույթի արդյունքում որոշվեց ձեր լիազորությունները դադարեցնել։ Չեք պատրաստվում խոսել։ Ես իմ խոսքը նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշմամբ գրավոր արտահայտել եմ։ Ասեք գրավոր ինչ եք արտահայտել։ Թույլ տվեք այս բանը չասեմ։ Ինչու պարոն Կիրակոսյան, Չէ, գաղտնիք չկա։ միգուցե հնչեցեք իշխանություններից, որ կարող է շատ հանգիստ ԲԴԽ-ն, որոշ պարոն Կիրակոսյանին այսօր կանչել ասել, այ գնահատական եք տվել։ Դավիթ Հարությունյանի ճակատագրին արժանանակ մարդը գնահատական էր հնչեցել։ Որովհետեւ վախի մթնոլորտ չկա, որովհետեւ վախ առնվազն ես չունեմ։ Որովհետեւ իմ գործունեության վերաբերյալ։ Դուք ինչպես զգացիք ձեզ որպես դատավոր, երբ օրինակ Նիկոլ Փաշյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա մի դատավոր, որի հրահանգը չկատարի։ Առնվազն ձեզ կարծես թե դուր չի եկել այդ ձևակերպումը, որ հիմա Թույլ տվեք իմ դիրքորոշումները ես արտահայտեմ։